Ավտոսան Ռեյսինգ 2026, օր երկրորդ, պաշտոնապես մրցութային առաջին օր։ Մեր նախորդ հաղորդման մեջ մենք արդեն անդրադարձել ենք Ավտոսան Ռեյսինգի նախապատրաստական փուլին և տեսել ենք, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել Ավտոսանի և 4x4 օֆրոդ ակումբի համագործակցության արդյունքում մրցաշարը հավուր պատշաճի անցկացնելու համար։ Այժմ հերթը մրցարշավորդներինն է ցույց տալ, թե ինչի են իրենք ընդունակ։ Քշել ենք Աբարանում, քշել ենք Իջևանում, միշտ մասնակցում ենք, բոլոր մրցումներին մասնակցում ենք պարտաճանաչ, սիրում ենք սպորտաձևը, ադրենալին ենք ստանում, շնորհակալ ենք Ավտոսանին, որ սենց լավ միջոցառում է կազմակերպում, միշտ մասնակցում ենք, շատ լավն ալնում։ Ես Վահե Խաչատրյանն եմ, օֆրոդ ակումբի անդամն, սիրում ենք նման բաներ, եկել ենք մասնակցելու, կազմակերպել են լավ անձրև է գալի, ինձ թվում է լավ շքեղ մրցություն է լինելու։ Ավտոսանն է կազմակերպել, շնորհակալ ենք, գոհ ենք, միշտ լավ են կազմակերպում, ամեն ինչ չափի մեջ ա եղնում։ Չգիտեմ, գալիս ենք, լավ ժամանակ ենք անցկացնում, գնում ենք, իրանցից գոհ ենք։ Ամենակարևորը։ Այս կազմակերպությունից շատ գոհ ենք, էլի կազմակերպիչներ կան, ես այս կազմակերպիչներին եմ ավելի շատ կողմնակից։ Բայց մինչ այդ վիճակահանություն, որի արդյունքում պարզ կդառնա, թե ով որ համարի տակ է մեկնարկելու։ Ի դեպ, անձնակազմերը մեկնարկում են 2 րոպե պարբերականությամբ։ Ավտոսան Ռեյսինգ 2026-ը այսքան հետաքրքիր չէր դառնա, եթե չլինեին Կարեն Պասպանդյանի առանձնահատուկ ջանքերը մրցուղին կազմելու համար։ Շատերը կհիշեն, որ Կարենը դեռ ոչ վաղ անցյալում մասնակցում էր տարբեր օֆրոդ մրցությունների, իսկ այժմ որպես գործի գիտակ մրցուղին կազմելու նրա վաստակը դժվար է անտեսել։ Շնորհակալություն Կարենին իր նվիրվածության և էնտուզիազմի համար։ Մեկնարկային գծի մոտ են ստանդարտ A1 դասի անձնակազմերը։ Մրցուղու վրա է A101 համարը կրող անձնակազմը՝ Վահե Խաչատրյան և Արտակ Ավետիսյան, Mitsubishi Pajero IO։ A102 համարն է մեկնարկում՝ Սամվել Պետրոսյան, Գրիգոր Աբրահամյան, Lada Niva։ Հերթական մեկնարկը A103, Ռոբերտ Արաքելյան, Ռազմիկ Բաբայան, Lada Niva։ Հաջորդ անձնակազմը ներկայացնում է Լորին, A104, Կամո Բուլղադարյան, Արեն Խուդինյան, Սուզուկի Վիտարա։ Պտույտն ավարտելիս անձնակազմը պետք է կանգ առնի, գլխավոր մրցավարին հաղորդի իր մեկնարկային համարը և նոր միայն շարունակի ճանապարհը։ Իսկ պտույտի ավարտին մրցուղին այնպես է կազմված, որ միայն մեկ ամենագնաց կարող է մտնել ֆինիշային գոտի։ A105, Հարություն Կարապետյան, Միհրան Սողոմոնյան, Mitsubishi Pajero IO։ Ի դեպ, անձնակազմերին հատկացվում է 1 ժամ ժամանակ 5 պտույտ կատարելու համար։ A106, Վահան Մարության,
Համլետ Մարության, Լադա Նիվա։ A107 համարով հանդես եկող Անդրանիկ Դավթյան Տիգրան Առաքելյան անձնակազմի մեկնարկը համընկնում է Կամո Բուլղադարյանի ֆինիշային գոտի մտնելու հետ։ Անձնակազմերի ղեկապետերին դեռ գործի մեջ չենք տեսել։ Սա խոսում է այն մասին, որ մրցուղին ամենաբարդերից չէ։ Շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Ինչպես միշտ, գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերությունն է, ավտոյուղերի Բարդալ ապրանքանիշով, KYB ապրանքանիշով։ Մեր պաշտոնական գործընկերը Նոր տուն խանութների ցանցն է։ Մշտական աջակիցները՝ Քեշուա Արմենիա, Արզնիկատ ընկերություն, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահ, EV Center-ը եւ N Motors-ը։ Առանձնակի ուշադրության է արժանի Multigroup կոնցեռնը, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Կոնցեռնը մեծ աջակցություն է ցուցաբերում Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը։ Ինֆորմացիոն գործընկերներն են Kiss FM-ը, Ռադիո Ավրորան եւ Ռադիո Player-ը։ Կրկին համընկնում պտույտը լրացնող անձնակազմի հետ A108, Նարեկ Բադալյան, Ջոն Օհանջանյան, Mitsubishi Pajero IO։ A1 դասի վերջին անձնակազմն է դուրս գալիս մրցուղի։ A109, Նորայր Հակոբյան, Շանթ Ալիվորյան, Լադա Նիվա։ Մրցակցությունն այն աստիճանի է թեժացել, որ անվադողի կորուստը նույնիսկ չի կանգնեցնում Վահան Մարությանին։ Վահան Մարությանին կարծես չի էլ հուզում, որ իր Նիվայի անվադողերից մեկը բացակայում է, իսկ անվահեցը դարձել է քառակուսի։ Նա ամեն գնով ցանկանում է հասնել վերջնագծին։ Կամո Բուլղադարյանը օֆրոդ մրցարշավների հարուստ փորձ ունի։ Եվ դա մրցուղու վրա հստակ երևում է։ Նա խոչընդոտները հաղթահարում է մեծ արագությամբ։ A106 համարով հանդես եկող Վահան Մարությանը, ով քիչ առաջ կորցրեց անվադողը, բարձունքը հաղթահարելու հույսը չի կորցնում։ Մրցակիցները հերթով շրջանցում են նրան։ Ֆինիշային գոտում սկսում են կուտակումներ առաջանալ։ Դրա պատճառը մասամբ մրցուղու վրա հայտնված քարերն են, որոնք խանգարում են ամենագնացների ընթացքին։
գույքը բարելավելու համար անձնակազմերը նետվում են հնարավոր բոլոր սողանցքները։ Անձնակազմերը կրնկակող հետապնդում են մեկը մյուսին։ Առանց դրա դժվար է պատկերացնել որևէ օֆրոդ տրոֆի սպրինտ։ Հերթական պտույտի վերջում երևում է, որ Հարություն Կարապետյանի ամենագնացի անվադողը կորցրել է ճնշման մեծ մասը։ Նա ստիպված է ավարտել մրցելույթը։ Հարությունին հետևում է անվադողն ամբողջովին կորցրած Վահան Մարությանը, որը ևս դուրս է գալիս մրցուղուց։ Նրանց հաշվին գրանցվում է համապատասխանաբար 3 և 2 պտույտ։ Նորայր Հակոբյանի Նիվան ևս խնդիր ունի անվի հետ։ Ցավալի է, բայց դա ստիպում է անձնակազմին դադարեցնել պայքարը։ Ավտոսան Racing 2026-ի հյուրերը ժամանել են տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Գերմանիայից, Միացյալ Էմիրություններից, Ղազախստանից։ Links ավտոընկերության մերձավոր Արևելքի և Կովկասի ռեգիոնալ տնօրեն Գլեբ Գոլուբչիկով։ KYB ընկերության փոխտնօրեն Յուտո Ուչիդան ևս հյուրերի շարքում է։ Մեյլե ապրանքանիշը ներկայացնում է վաճառքի տնօրեն Ալեքսեյ Ուվարովը։ Վաճառքի ռեգիոնալ տնօրեն Կիրիլ Խաուստովը ներկայացնում է NGK ապրանքանիշը, իսկ Alphas և 555 ապրանքանիշերը ներկայացված են պարոն Կուսումոտոյի և պարոն Տոշիֆումի Ուեհարայի դեմքով։ Վահե Խաչատրյանի ամենագնացի մոտ ևս արկա է արջևի անվի վնասվածք, պարզ երևում է դրա թեքվածությունը, բայց դա նրան չի խանգարել բարեհաջող լրացնել 5 պտույտ։ Շաշկեն մնացել է, ուղղակի ամորտիզատորից քիչ չկա, եկել է։ Դե ինչ, ժամանակն է օգնության հասնել շարքից դուրս եկած ամենագնացին։ Իսկ Նիվայի վրա երևում են անհաշտ պայքարի և խոյահարումների հետևանքներ։ Վերջապես բոլոր անձնակազմերը հատում են վերջնագիծը։ Մնում է մրցուղու վրա մնացած ամենագնացը էվակուացվի։ Այսպես էլ է լինում։ 4 անգամ 4 օֆրոդ կապակ, չեն հանդիպում։ Այլպես է այս քարերը քաշի։ Օֆրոդ ենք շինել այ։ Փողորդ են բաղում։ Շատ փողն է տենց է, էլի։ Շատ շնորհակալ ենք, շատ հետաքրքիր, շատ ադրենալինով մրցումներ էր, ընտիր էր, շնորհակալ ենք։ Այսօր թերևս այսքանը։ Շնորհակալություն հայտնենք մեր հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավորը Ավտոսան ընկերություն, Բարդալ և KYB ապրանքանիշերով, պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց, հաղորդման երկարամյա աջակիցներն են Արզնի կատ ընկերությունը, Քեշուա Արմենիան, Պրոֆիլո Պորտե դռների մասնագիտացված խանութ սրահը, EV Center-ը և N Motors-ը։
Իսկ Multigroup կոնցեռնի աջակցությունը իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնակի շնորհակալության է արժանի։ Շնորհակալություն Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Կհանդիպենք